Հունիսի 13-ից 15-ը Գյումրին կդառնա Քյոկուշին կարատեի միջազգային կենտրոնը, Ասիայի առաջնությանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել մարզիկներ, մարզիչներ, ֆեդերացիաների ներկայացուցիչներ եւ հյուրեր շուրջ 18 երկրներից։ Մրցաշարը, որը կազմակերպիչները բնութագրում են որպես աննախադեպ իր մասշտաբներով, Գյումրի էր բերել ավելի քան 800 այցելուի։ Առաջնության նախաշեմին Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն ընդունել է Քյոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահ Շոկեյ Մացուին, Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանուկյանին եւ Հայաստանի Քյոկուշինկայ կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ, Եվրոպայի չեմպիոն գյումրեցի Արթուր Հովհաննիսյանին։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը կարևորել է այն փաստը, որ Գյումրին շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես սպորտային կենտրոն։ Այս եւս մեկ հնարավորություն է տալիս մեր երիտասարդներին տարբեր մարզաձևերի ուղղությամբ հետաքրքրություն ունենալ, մեր հողն ու ջուրը բնականաբար հաղթելու չեմպիոններ տալու համար են ու շատ ուրախ եմ, որ ոչ միայն մեր ավանդական սպորտաձևերն են, բռնցքամարտը, ըմբշամարտը, ծանրամարտը, այլ նաև կարատեն տեղափոխվում է Գյումրի, այս երկու օրը Ասիան հետևելու է Գյումրիում տեղի ունեցող զարգացումներին եւ եւս մեկ անգամ Գյումրին դառնում է աշխարհի կենտրոն։ Հանդիպան ընթացքում քննարկվել են առաջիկա առաջնության կազմակերպչական եւ մարզական հարցերը։ Քյոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահ Շոկեյ Մացուին ընդգծել է մրցաշարի բացառիկ նշանակությունը, նշելով, որ այն միավորում է Ասիայի տարբեր երկրների լավագույն մարզիկներին եւ միաժամանակ կարելի է դիտարկել որպես հաջորդ տարի Տոկիոյում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլ։ Սա Քյոկուշինկայ կազմակերպության համար շատ կարևոր եւ նշանակալի մրցաշար է, քանի որ այստեղ հավաքվել են մասնակիցներ ամբողջ Ասիայից։ Հաջորդ տարի Տոկիոյում կայանալու է աշխարհի առաջնությունը եւ այս մրցաշարը կարելի է համարել դրա նախապատրաստական կամ նախնական փուլը։ Բացի այդ, կարծում եմ շատ խորհրդանշական եւ մեծ նշանակություն ունի այն փաստը, որ այս մրցաշարն անցկացվում է Հայաստանի մշակութային քաղաք համարվող Գյումրիում։ Հայաստանի մասին տարբեր տեղեկություններ էի լսել, սակայն կարծում եմ, որ սա շատ հին ու գեղեցիկ երկիր է, հարուստ մշակութային ժառանգությամբ եւ բազմաթիվ պատմամշակութային արժեքներով։ Քյոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանուկյանի խոսքով Հայաստանից առաջնությանը կմասնակցի 27 մարզիկ։ Նրա գնահատմամբ մրցաշարը բացառիկ հնարավորություն է հայ մարզիկների համար միջազգային փորձ ձեռք բերելու եւ ուժեղ մրցակիցների հետ մրցելու տեսանկյունից։ 18 երկրներից 540-ից ավել մասնակիցներ կան, աննախադեպ է իր ծավալով։ Կոնկրետ Գյումրիի կամ Հայաստանի համար ասեմ, որ այս 4 օրերի ընթացքում Հայաստան, մասնավորապես Գյումրի են այցելել շուրջ 800 մարդիկ, մասնակիցներն են, իրենց մարզիչները, տարբեր երկրների ֆեդերացիաների նախագահներ, նաև ծնողներ կան մասնակիցներից։ Ինքնին կարծում եմ, որ դա արդեն բարձր թե այդ քանակի մարդկանց ներկայությունը ինչ աշխուժություն կմտցնի մեր քաղաքում։ Իր հերթին Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ առաջնության անցկացումը Գյումրիում առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես անձամբ իր, այնպես էլ Հայաստանի համար։ Նախ առաջինը հենց անձնական ինձ համար շատ կարևոր է, նաև Հայաստանի համար է դա շատ կարևոր, քանի որ առաջին անգամ է Հայաստանում կատարվում այս մեծ մրցաշարը այս մասշտաբով։ Նաև մեր կազմակերպության համար այս շատ կարևոր է, քանի որ Հայաստանը գտնվելով Ասիայի, Եվրոպայի, այսպես ասած, խաշմերուգում, այդ մեր կազմակերպության համար հենց շատ կարևոր երևույթ է։ Հատկանշական է, որ հանդիպումն ուներ նաև կրտսեր, վերջինս հենց մարզպետ Դավիթ Արուշանյանի որդին էր, ով զբաղվում է կարատեով ու ոգեշնչված էր նաև այս հանդիպումով։ Այսօր ես տեսա Ճապոնիայի չեմպիոններին, ուրախ եմ, որ այս մրցաշարը հենց մեր քաղաքում է, մեր երկրում է։ Ասիայի առաջնությունը ոչ միայն մարզական կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, այլև հնարավորություն Գյումրին ներկայացնելու միջազգային հարթակում, ընդունելու հարյուրավոր հյուրերի եւ խթանելու քաղաքի զբոսաշրջային ու տնտեսական ակտիվությունը։ Մի քանի օրով Գյումրին իսկապես կդառնա Քյոկուշին կարատեի ասիական կենտրոնը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Հովհաննիսյան, այսօր։